Ահազանգը ստացվեց փետրվարի 23-ին ցերեկվա 4:30-ին։ Գեղամասարի գյուղապետը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին հայտնեց, որ 5 րոպե առաջ հայտնաբերել են իրենց գյուղացի Շուշանիկ Գյուլումյանի դին իր տանը գետնին ընկած։ Իրավապահները մեկնեցին դեպքի վայր, կատարեցին անհրաժեշտ գործողություններ, նաև նշանակեցին դատաբժշկական փորձաքննություն։ Եզրակացությունն արագ ստացվեց։ Դիակի գլխին ու պարանոցին կան վնասվածքի հետքեր, իսկ մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է, պարզ ասած կնոջը խեղդամահ էին արել։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ 2 օրից փետրվարի 25-ին բաժին հրավիրվեց նույն գյուղի բնակիչ 18 տարին դեռ չբոլորած Վահե Գևորգյանը։ Միայն անչափահաս լինելու հանգամանքն է մեզ ստիպում շղարշել նրա դեմքը, և այս հանգամանքը դեռ էլի պետք է հաշվի առնենք։ Ոստիկանների ներկայացրած անհերքելի փաստերը ստիպեցին Վահեին խոստովանել, որ ինքը մասնակից է եղել կնոջ սպանությանը, բայց իրավապահները տեղյակ էին նաև, որ նա հանցակից է ունեցել։ Դա էլ չկարողանալով ժխտել, տղան պատմեց, որ այդ օրը Շուշանիկ Գյուլումյանի հեռախոսազանգով ինքն ու ընկերը գնացել են նրա տուն, բարձրացել տանիք ալեհավաքի մալուխը նորոգելու։ Այդ ընթացքում կինն անեծքներ է տեղացել իրենց գլխին, ինչից բորբոքված ինքը բռնել է կնոջը, իսկ ընկերը մետաղի կտորով 2 անգամ խփել է նրա գլխին ու իրենք փախել են։ Հետո շրջվելով տեսել են, որ վերակենդանացած կինն իջնում է տանիքից ու շարունակում անիծել իրենց։ Ինքը կնոջը քարշ է տվել տուն, իսկ անեծքի ձայները կտրվել են այն բանից հետո, երբ վախից ձեռքով սեղմել է նրա կոկորդը։ Փետրվարի 25-ին հարուցվեց քրեական գործ։ Արդեն հաջորդ օրը ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրվեց նաև նույն գյուղի մեկ այլ անչափահաս բնակիչ 18-ը չբոլորած Դավիթ Կարագոզյանը։ Նրա պատմածը քիչ, բայց էականորեն տարբերվում էր։ Նույնը նա պատմեց նաև հետո քննչական փորձարարության ժամանակ։ Շուշիկ տատիկ եթելել են կրիշը։ Մի ամիտ կշուշիկ տատին ֆրացել է Վահեն։ Ձեռը թել է եղել։ Ինքը ֆրացել է Վահեն, ֆրցել է վիզենա գցել։ Վահե պետք չի, Վահե մեծ կնիկ ասեցի, պետք չի, մի ալը։ Ասլա չարի տանակը կողդեմ կողելու։ Ես էլ վախենալով արել եմ։ Քննությամբ նաև պարզվել է, թե տղաներն իրականում ինչի համար են գնացել Շուշանիկ Գյուլումյանի տուն։ Ոչ նպատակն էր ալեհավաքի մալուխը նորոգելը, ոչ էլ կնոջ անեծքներն էին սպանելու պատճառ։ Վահեն որոշել էր երաժշտական գործիք գնել, հետո այն ավելի թանկ վաճառել ծանոթին գումարը մաս-մաս ստանալու պայմանով։ Նա առաջարկել է Դավիթին հարձակվել կնոջ վրա ու հափշտակել նրա փողը, դրա համար խոստանալով որոշակի փոխհատուցում, իսկ տուն գնալու պատրվակը թվայնացման սարքը կնոջ հեռուստացույցի վրա փորձարկելն էր։ Մնացածն արդեն պատմել ենք, միայն մեկ հավելում։ Վերջում տեսնելով, որ կինն արդեն մեռած է, Դավիթը թաքցրել էր հանցագործության գործիքները, իսկ Վահեն զանգահարել Շուշանիկ Գյուլումյանի ռուսաստանաբնակ հարազատներին և հայտնել, թե նա հոսանքահարվել է ու մահացել։ Նախաքննությունը շարունակվում է, և էլի դժվար ոչինչ չկա։ Դժվար է միայն հասկանալը, թե այս պատանիներն ինչու պետք է հասուն կյանք ոտք դնեին հղանալով ու իրականացնելով նման ոճիր։